սկսել են եվրոպական գերտերություններ Անգլիան ու Ֆրանսիան կտոր կերակրելով Հիտլերին, իրենց կարծիքով հեռացնում էին պատերազմը Եվրոպայից ու Եվրոպայի արևմուտքից։ Ինքը միշտ ոնց պետք է եղել այդ պահին, ոնց հարմար է գտել եւ ինչա ի վիճակի եղել կատարի այդ օպերացիան առաջ տարել։ Գմբեթները իզուր չեմ ասում, հայր անալոգիաներ եմ անցկացնում Հայաստան եւ ասենք Չեխոսլովակիայի հետ։ Հա, ես այդ կինոն չեմ տեսել, իհարկե, որտեվ լավ կինոներ չեմ նայում։ Ոնց էր բանի հաղորդման անունը։ Հայր եւ որդի Վարդանովներ։ Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, այսօր մեր արդեն թվով 3-րդ հաղորդումն է Հայր եւ որդի Վարդանովներ ոդկասթի։ Այսօր կխոսենք Չեխոսլովակիայի մասին, թե ինչպես Հիտլերյան Գերմանիան վերածրեց նոր այդ 20 տարվա պատմություն ունեցող Չեխոսլովակիայի հանրապետությունը։ Արյուր, Չեխոսլովակիայի պատմության անդրադառնալուց 38 թվի մասին ենք հիմնականում խոսալու։ Հա, մի քիչ կխոսանք, թե ոնց ինքը ստեղծվեց, խի ստեղծվեց, բայց կփորձենք շատ սեղմետի անել ու համեմատականներ տանել մեր այսօրվա կամ մեր պատմության հետ, հայերի պատմության հետ։ Եթե կարճ խոսանք, այ ոնց որ Հայաստանի Հանրապետությունը, Վրաստանի Հանրապետությունը եւ Բաքվի կոմունան, ոնց որ ստեղծվեցին, այդ երկնքից ընկավ 3 խնձոր, քանդվեց ռուսական կայսրությունը եւ Անդրկովկասյան Սեյմը, այդտենց ստեղծվեց Չեխոսլովակիան, առաջի համաշխարհային ընթացքում պատճառը ուրիշ էր, առաջի համաշխարհայինում Ավստրիայի պարտվածների կողմից լինելը, Ավստրո-հունգարական կայսրության պարտության պատճառը։ Արդեն մի քանի տասնյակ տարի Ավստրո-Հունգարիա էր կոչվում եւ Ֆրանց Իոսիֆը համ բաներ Ավստրիայի կայսրն էր, համ Հունգարիայի թագավորը։ Հա, իսկ վերջում արդեն Կարլ թագավորի անունը Կարլ էր, վերջի թագավորը։ Հա, ինքը կարծեմ 16 թվականին առաջի համաշխարհային ժամանակ մահացավ։ Ինքը ստորագրեց, որ արդեն ինքնիշխանություն ստանալու կամ իրենց հետագան որոշելու իրավունք ունեն արդեն իրենց իշխանության տակ գտնվող պետությունները։ Այդ հնարավորությունը տվեց ու արդեն Չեխոսլովակիան սպասեց մինչև վերջ, երբ որ պարտվեց ավստրո-հունգարական կայսրություն, այսինքն վերջացավ առաջի համաշխարհային պատերազմը, դրանից հետո նոր անկախության հայտ ներկայացրեց, այդպես ասած։ Հա, երևի իմաստ ունի մեկ էլ նշել, որ Չեխոսլովակիան փոքր անտանտի մի մաս էր կազմում, որը որ ստեղծվել էր Ավստրո-Հունգարիայի դեմ փոքրիկ, այսպես ասած, պետությունները, Ռումինիան, Հարասլավիան եւ Չեխոսլովակիան։ Բայց փոքրիկ ենք ասում, մեզանից մի քանի անգամ մեծ են, էլի փոքրիկ պետությունները։ Հա, ոնց որ ասենք փղի ձակին փոքրիկ ես ասում, բայց ինքը ասենք մի 600 կիլո քեզանից ծանր է։ Տենց մի դաշինքի անդամ լինելով դաշինքը քայքայվեց, արդեն չեմ հիշում ով առաջինը դուրս եկավ, բայց Չեխոսլովակիան բանը աճեց նույնիսկ չեխոսլովակ ժողովուրդների սահմաններից դուրս, էլի։ Հիշում ես ինչի պատճառով։ Գերմանիայից շրջաններ պոկեցին, նվիրեցին ավելի ճիշտ եվրոպական մեծ պետությունները, ասենք Ֆրանսիան, Անգլիան, Հունգարիայից մաս նվիրեցին։ Իսկ ինչի համար Հունգարիայից, որովհետև Հունգարիան դա Ավստրո-Հունգարիայի մաս էր, ինքը շատ ագրեսիվ պետություն էր առանձին դառնում, ինքը փորձեց նույնիսկ ասենք մեծն Հունգարիա կառուցելու փորձեր արեց։ Առաջի համաշխարհայինից հետո շատ տեսնում։ Անմիջապես, հա, մի քիչ բան արեց եւ ազգային զարթոնք էր ամբողջ Եվրոպայում, բոլորը փորձում են իրենց մեծ Հունաստան էին փորձում կառուցել։ Չնայած Հունգարիայի մասին կարելի է ցենց հետաքրքիր նախադասություն ասել։ 1848 թվականին, երբ որ Ֆրանց Իոսիֆը դառավ կայսր, հունգարական ապստամբություն էր, ինքը փորձում էր անկախանալ, դադարել այդ օտարազգի լծի տակից դուրս գալ եւ անմիջապես մոտավորապես Ֆրանց Իոսիֆի մահից 2 տարի հետո, երբ որ ինքը անկախացավ Հունգարիան, ինքը մաքսիմալ աշխատեց ուրիշներին լծի տակ վերցնի։ Դա բանա որոշ միկրոիմպերիաների բանն է, էլի ասենք
սխալն է, երբ որ իրանք լծի տակից դուրս են գալի, փորձում են լուծ դնեն, ասենք, ազգային փոքրամասնությունների վրա, արդյունքում Հունգարիան կորցրեց իր, ինչքան հիշում եմ, երկրի 2/3-ը հսկայական տարածքներ կորցրեց։ Եվ այդպես Չեխոսլովակիան աճեց երևի մի 30%-ով, 1/3-ով մեծացավ, կարող է մի քիչ։ Հա, Մերս Կարպատյան Ռուսիան, հա, Գալիցիայի մի մասը, Գալիցիայի մի մասը մի խոսքով շատ մեծացավ ու իր ցավալին ինչն է Չեխոսլովակիայի համար ինքը փորձեց շատ դեմոկրատ լինել, ոնց որ ավստրո-հունգարական կայսրությունն էր։ Հա, հաշվի չառնելով, որ իր տնտեսության արդյունաբերության մեծ մասը գտնվում էր գերմանաբնակ շրջաններում, 50%-ից ավելին։ Ես ինչի համար եմ շեշտում Հունգարիայի պահը, որովհետև Ավստրո-Հունգարիա, երբ որ Ավստրիայի կայսրությունը դառավ ավստրո-հունգարական պետություն, Ավստրիան կառավարվում էր հին մեթոդով, որտեղ բոլոր ազգային փոքրամասնությունները հավասար իրավունքներ ունեին, ասենք նույնիսկ ավստրիացի, ասենք գերմանացի ժողովուրդների հետ, իսկ Հունգարիայի թագավորությունում իրանք փորձում էին ճնշեին ազգային փոքրամասնությունները, նույնիսկ հələ Ավստրիայի մի մասը կազմելով ավստրո-հունգարական թագավորության տակ, եւ այդ Չեխոսլովակիան, Չեխիան, Բոհեմիան եւ Մորավիան Ավստրիայի մաս էր եւ ճնշումների չէր ենթարկվում, իսկ Սլովակիան ազգային փոքրամասնության Հունգարիայի մաս էր, որին ավելի ճնշում էին եւ իրենք ազգայնականության շովինիզմի հետ շփվեցին դեռևս, ասենք, այդ Ավստրո-Հունգարիայի փլուզվելուց առաջ եւ իրենց մոտեցումները Չեխոսլովակիայի պետության կայացնելուն շատ տարբեր էին ու հեսա մի քիչ հետո որ խոսանք մեր լսողներին պարզ կդառնա թե ինչի եմ ասենք ցենց շեշտեր դնում ճնշված եւ շովինիստական իշխանության տակ գտնված սլովակները ուրիշ ռեժիմի մեջ էին ապրում նույն պետության մեջ քան ասենք չեխերը Չեխերի ռեժիմը ավստրիական էին, ավստրիան հին կայսրության փորձ ուներ, ինքը 1000 տարվա պետություն էր, դեռևս ավստրիական մարկա էր, то есть սահմանային կոմսություն էր, որը հետո դուքսություն դառավ, մարկ գրավստվա էր դառավ գերցակստվա, ու տենց կամաց կայսրություն 1000 տարվա պետություն էր, ոչ մի ուրիշ կայսրություն ասենք Չինաստանը չհաշված էլի Եվրոպայում ամենայն դեպս այդ տարիքի պետություն կա, բայց ոչ կայսրություն կար Դանիայի պետությունը 1000 տարեկան է ու իրանց այդ տարբեր ձևի ապրելը վերջի տասնյակ տարիները տարբեր ճնշումների տակ ապրելը մեկը շովինիստական, մեկը իմպերիալիստական, որտեղ նույնիսկ ասիմիլյացիոն քաղաքականություն, ասենք, շատ չեր երևում բերեց այն գործողություններին, որոնց մասին մենք հիմա խոսանք նաև, ասենք, այդ գործողություններին, էլի։ Իսկ եթե ավելի կոնկրետ, երբ որ Չեխոսլովակիան փլուզվեց, այս վերջերս էլ երևի կուրսի եք 90-ական թվականներին Չեխոսլովակիան բաժանվեց երկու մասի, իրանց մեջ բաժանություն եղավ եւ Սլովակիան անջատվեց եւ Չեխիան անջատվեց։ Փաստորեն այդ ազգայնական զարթոնքը, որ եղավ Եվրոպայում 19-րդ դարում 18-ից սկսած 19-ում, ասենք, բուրներ էթում, դա բերեց դրան, որ իրենք տարբեր ճնշումների տակ տարբեր պետությունների մասը կազմելուց այտենց էլ չկարողացան պետականաշինության հարցում ազգայնականության ազգային պետության շինարարության հարցում ընդհանուր իգան եւ 90-ական թվականներին նույնիսկ երկրորդ համաշխարհայինի փորձ ունենալով իրենք իրարից բաժանվեցին։ Լավ, ավելի լավ մի քիչ վերադառնանք մեր թեմատիկային 35 թվականից երևի սկսենք 1935-ից։ Դու նկատի ունես գերմանացիների թափավակելուց։ Գերմանա Հիտլերը 2 տարի կանցլեր էր դարձել, 35 թվականին Չեխոսլովակիան սկսեց արդեն տեսա որ պատերազմը սկսելու։ Դե մենք խոսում ենք մի քիչ առաջ խոսում էինք զոհի մասին, նախապատմություն, Հիմա խոսանք գիշատիչի մասին, որը զոհին խոսանք
Ну նախ 18 թվականին Գերմանիան պարտվեց Վեյմարյան հանրապետություն, հետո ասենք արդեն մի քիչ առաջ գալով դե շատ են ճնշել արդեն եվրոպական գերտերությունները Գերմանիային, ինչքան հնարավոր էր հալածել էին, լավագույն շրջանները վերցրել են Գերմանիայի ձեռքից, զորքերի սահմանափակում էին դրել, որպեսզի չկարողանա նորից գալ, բայց արդեն նաև որոշ տարածքներ օկուպացված էր, որպեսզի իրանք փողերը մուծվեն, հետո նոր տան։ Հա, նույն Ռենյան շրջանի մասին է խոսքը, Չեխոսլովակիային տված ոնց էր շրջանը։ Սարբրյուկեն։ Հա, չէ, բանը Սուդետները։ Հա, Սուդետյան շրջանի մասին է խոսքը։ Սարբրյուկենը արևմուտքում Բելգիայի սահմանի վրա, այդ էլի գերմանական տարածք։ Եվրոպական բոլոր պետություններին համարյա նվեր էին տվել գերմանական ինչ-որ շրջաններ, որոնք սահմանամերձ, հա, գերմանաբնակ շրջաններ էին նվեր տվել, ու արդեն 33-ին, երբ որ նացիստները եկան կառավարության, քիչ-քիչ արդեն Հիտլերը սկսեց, այդպես ասած, միավորել գերմանական բնակավայրերը, գերմանաբնակ շրջանները, ու առաջ քաշելով դա անգլիացիների ու ֆրանսիացիների մոտ, սկսեց քիչ-քիչ արդեն կուլ տալ, անեքսիայի ենթարկել տարբեր պետությունների։ Առաջինը հետ վերադարձրեց իր արդյունաբերական շրջանները, ինքը տարբեր եղանակներով աշխատեց։ Տարբեր եղանակներով է իհարկե աշխատել։ Բանը Ռեյնի տարածք մտավ մի քանի բատալյոնով մտնելով Ռեյնի տարածք, դրանից հետո Սարբրյուկեն այդ բանը հանքափորների այդ տարածքում, այդ նահանգում Սար հողի անվան տակ է հիմա այդում, այնտեղ ռեֆերենդում կազմակերպեց ու կազմակերպեց շատ հետաքրքիր ձևով, ասենք, գաղտնի ծառայությունները նացիստական աշխատեցին, այնտեղ ներթափանցեցին եւ սկսեցին լայնածավալ աշխատանք կատարել, քարոզ, վախացնել եւ այլն։ Եվ ընտրություններից առաջ, ասենք, մի քանի միգուցե տասնյակ, մի քանի բան եկավ, գնացք եկավ, բարձված գերմանացիներով այն ժամանակ թույլատրվում էր այտենց քվեարկության գային եւ եկան քվեարկեցին եւ ճնշող մեծամասնությամբ Սարբրյուկենի ժողովուրդը ձեռք բարձրացրեց նացիստական Գերմանիայի հետ վերամիավորվելու։ Դրանից հետո Ավստրիային կարացան կուլ տան, իսկ արդեն բայց իմաստունի նաև ասել է, ինչի համար եմ ասում, նայ, այնտեղ զենք մտավ եւ ֆրանսիացին վախեցավ բանանի, իրանց հանի։ Կարծիք կա, որ ֆրանսիացին վախեցավ, որովհետեւ խաղաղություն էր ուզում, իրականությունը այտենց չէր։ Հա, իրականությունը ոնց որ վախեցավ ծախսերից։ Փողերն էր, այո, որովհետեւ ֆրանսիական զինվորական գլխավոր նաչալնիկը, ասենք, զեկուցել էր բանին, վարչապետին, պարլամենտին, որ օրը 30 միլիոն ֆրանկ անստելու գերմանացիներին օկուպացված տարածքից նորից հեռացնելը։ Այսինքն այնպես քաղաքականություն էր ստացվել, որ սկսել են եվրոպական գերտերություններ Անգլիան ու Ֆրանսիան կտոր-կտոր կերակրելով Հիտլերին, իրենց կարծիքով հեռացնում են պատերազմը Եվրոպայից ու Եվրոպայի արևմուտքից Եվրոպայի արևմուտքից ուղղում էին դեպի արևելք դրանից 38 թվականին այդ Մյունխենյան բանը Զգովեր ռուսերեն ոնց հայերեն պայմանավորվածություն եղավ, որ Չեխոսլովակիայի հետ կապված էր այդ պայմանավորվածությունը, միջև այդ ժամանակ միավորվեց այդ հյուսիսային շրջանը Չեխոսլովակիայի, ճիշտ է, միջ այդ արդեն գործողություններ էին սկսել այդ տարածքում կուսակցություններ հիմնել Հիտլերի, հեսա անունն էլ ասեմ, Հենլեյնը, ով որ Հիտլերի հետ շատ մոտ էր, նացիստական կարելի ասել կուսակցություններ, անունը մի քիչ ուրիշ էր ու արդեն ինքնավարության ես մի քիչ հետ բերեմ քեզ, էլի, գերմանացին շատ բազմաբնույթ էր աշխատում, ուրեմն զինվորականությունը մտցրեց Ռեյն, ընտրություններ Սարբրյուկենում, իսկ բանում Ավստրիայի հետ Անշլուսը, այդ միավորում կոչվածը, ինչ տեղի ունեցավ, համ գաղտնի ծառայությունները մտել քարոզ էին անում, համ պրոնացիստական այնտեղ կուսակցություն էին աճացրել, համ զինվորական երթ արեցին, այնտեղ ծիծաղալու բաներ կա, ասենք, տանկերը, որոնք երթ էին անում դեպի Վիեննա, հալալ կեսը ճանապարհին փչացել էին, նույնիսկ չէին կարացել գային տեղ հասնեին։
ու Վենայում այդ բանը դրա հետ միասին, այս 3 հետ միասին հələ մի հատ էլ ասենք կեղծ թուղթ էին լրացրել։ То есть ստացվում է ինքը այս 3 անշլուսները դեօկուպացնելով Ռեյնը, Սարբրուկենը վերադարձնելով եւ Ավստրիան անշլուս անելով, 3-ն էլ տարբեր մոտեցում, то есть խոսում անդրամասին, որ ինքը քառակուսի չի մտածել գերմանացին, ինքը միշտ ոնց պետք է եղել այդ պահին, ոնց հարմար է գտել եւ ինչ վիճակ, ինչա ի վիճակի եղել կատարի այդ օպերացիան առաջ տարել։ Իսկ Սուդետի բանում կարող է հիշես այդ կուսակցության բանը առաջնորդը, երբ որ հիտլերականները իրան նացիստները մեծ հնարավորություն էին տալի եւ այլն, հսկայական մեծ քանակ էլի դեսանտ է եղել, SS-ականները հատուկ ծառայությունները ներթափանցել են Սուդետներ, այդ Գերմանիային կից այդ տարածքները, հյուսիս արևմուտքի հատվածը եւ ամենակարևորը Չեխոսլովակիան նացիստական Գերմանիայի այս արշավները, երբ որ սկսեց ագրեսիվ, ինքը սկսեց պաշտպանական գիծ կառուցել, որտեղ հենց այդ Սուդետյան շրջանում, որով Գերմանիա Չեխիայի արանքում գերմանաբնակ տարածքներում եւ ստացվում էր գերմանական պետությունը դեմն է, գերմանաբնակ շրջանները, որոնք պրոնացիստական են, մեջքի հետևն է։ Ու ասեմ շատ լուրջ կառույց է։ Բավականին լուրջ գերմանական, ասենք, արշավը կարող է չհաջողեր, եթե նույնիսկ գերմանական մարշալներից մարդիկ եղել են, ովքեր ասել են, եթե պայքարային մեր դեմ, շատ մեծ հարցական է իր զորերի գնացը։ Գուդերյանը իշքան հիշում եմ, հայտնի տանկային, ասենք, զորավարը, երկրորդ տանկային խմբի Ռուսաստան ներթափանցած։ Դե դա տեսնելով որոշեցին խորամանկության դիմել։ Իսկ մենակ այդ պաշտպանական գիծն է, այդ գմբեթները, որ շարած, ասենք, սահմանի վրա ուներ։ Գմբեթները իզուր չեմ ասում, հայր, անալոգիաներ եմ անցկացնում Հայաստան եւ, ասենք, Չեխոսլովակիայի հետ։ Միայն դա չէր, զարգացած արդյունաբերական շրջան էր, զորքերի քանակը համարյա հավասար էր։ Հա, Չեխոսլովակիայի մասին է խոսքը։ Չեխոսլովակիա, Գերմանիա։ 38 թվականին զորքերի թիվը 2 դիվիզիայով էր զիջում Գերմանիային, տանկերի քանակը խնդալու բաներ կա։ Չեխական տանկերը ավելի ժամանակակից էին, քան գերմանական տանկային պարկը։ Եթե բանը, ասենց վերցնես ռուսական բանի ռազմաճակատի հետ, ռուսական ռազմաճակատում տանկերը մոտ 3 անգամ գերազանցում էին գերմանականը, բայց գերմանական ժամանակակից տանկերից բանը ավելի ժամանակակից T-34-երը եւ KV-1-երը ընդհանուր տանկային պարկի 5%-ն էին։ Փաստորեն գերմանական տանկերի ժամանակակից տանկերին մի ուրիշ ձևի զիջում էին։ Նույնը ավիացիային է վերաբերվում։ Չեխերի մոտ եղել է ոչ այդպես։ Չեխերը ունեցել են ժամանակակից տանկեր, որ Շկոդայի գործարանում են արտադրվել։ Ավիացիայում էր մի քիչ վատ։ Ավիացիան վատ էր, բայց մոտավոր հավասար, եթե ժամանակակից չէր, գոնե նույն որակի էր ավիացիան։ Քիչ էր իհարկե, 1.5 անգամ մոտավոր։ Քիչ էր, փորձ չունեին։ Դրա մասին լսած կարող է չլինեն, Իսպանիան, երբ որ կռվում էր քաղաքացիական պատերազմը, այնտեղ կային ֆրանկիստներին, ֆաշիստական Ֆրանկոին, օգնում էր ֆաշիստական Գերմանիա, չէ, ֆաշիստական չի Գերմանիան, ֆաշիստական Իտալիան եւ նացիստական Գերմանիան։ Նացիստական Գերմանիան կարող է հիշես ինչ ձևով էր կռվում Իսպանիայում։ Կորպուս էր, ոնց որ այո, ավիակորպուս էր, որը մշտապես ռոտացիայի էր ենթարկվում։ Անունը Կոնդոր, հա, ու բանը այդ մշտական, փաստորեն բոլոր օդաչուները գերմանական Luftwaffe-ի, որոնք ենթարկվում էին բանը Գոֆ մարշալ բանին Գերինգին, ֆելդմարշալ երևի, հա։ Բանը իրանք բոլորը իսպանական փորձ ունեին, գրեթե եթե ոչ բոլորը ճնշող մեծամասնությունը մարտական փորձ ունեին։ Նման է, ոնց որ 20 թվին մեր դեմ կռվող ստորաբաժանումների մեծ մասը ճնշող մեծամասնությունը սիրիական փորձ ուներ, մշտապես զորավարժությունների են մասնակցում եւ մշտապես վերապատրաստվում էր արևմուտքի հենց այն կենտրոններում, որոնք որ ասենք հիմա մեր չգիտես աշխույն բարի են երևում, էլի ասենք
անգլիական հատուկ պոլիգոններում, ամերիկյան հատուկ պոլիգոններում, յանում թուրքական։ Բայց կարևորը բանն էր, հենց մարտական փորձն էր։ Այո, Սիրիայում Սիրիայում եւ քրդերի դեմ պայքարելուց, քուրդ եղբայրներ, ողջունում եմ ձեզ, հիշեք էլի, բանը Բաքվի հանրապետության սպեցնազը եւ լեռնային հրաձիգները մասնակցել են քրդական ապստամբությունների ճնշումներին, ճնշման process-ներին հարավային եւ հարավ-արևելյան Թուրքիայում, քրդաբնակ տարածքներում, որոնց ջիգարով պահում եք Բաքվի, բանը դա հիշեք, էլի ձեր եղբայրներին նաեւ այդ սպեցնազներն են սպանել, որոնցով դուք հպարտանում եք։ Վերադառնալով մեր թեմային, կասեմ, որ 38 թվականին, երբ որ զորքը մոբիլիզացիա հայտարարեցին Չեխոսլովակիայում, նույնը Գերմանիայում էր մոբիլիզացիա գնում, ու երբ որ գերմանացիք փորձեցին ուժով այդ շրջանը վերցնել, տեսան, որ ուժով պատասխանա լինելու, ու ստիպված հեշտ քաշվեցին, դիմեցին խորամանկությանը։ Այդ ժամանակա կանչվել Մյունխենյան համաձայնագիրը կնքվել, որտեղ Չեխոսլովակիային կանչել էին, բայց ինքը մասնակից չի եղել ժողովին։ Մասնակցել են 4 գերտերությունների ներկայացուցիչներ, Հիտլերը, Մուսոլինին, Ֆրանսիայի հարցի որոշ տեղով փեսուն լավություն արեցին, բայց այդ ժամանակ համել պայմանագիր կնքվեց Ֆրանսիա-Գերմանիա ու Գերմանիա-Անգլիա չհարցակվելու մասին պայմանագրեր ա կնքվել, որով թափահարում էր Չեմբերլենը, Անգլիայի վարչապետը։ Այո, երբ որ օդանավից թուղթը ձեռը, երևի որ միանգամից չծեծեն, ասաց ես ձեզ խաղաղություն ա բերել, դրանից հետո 17 թվականին էր ասել Չերչիլը, որ պազորից հետո եկավ, մեկը կռիվը էլի եկավ։ Հա, դե եթե խոսափում ես բանը ստորանալով պատերազմից, ստանում ես համ պատերազմ, համ ստորացում։ Բանը ես մի բան էլ ուզում ասեի, ուրեմն երբ որ գերմանացիք իրենց օդանավերով գնում էին Իսպանիայում կռվում էին, հենց այդ նույն ժամանակ չեխերը որոշեցին փող աշխատեն։ Իրանք իրանց օդանավերը ծախեցին Իսպանիայի բանին, ասենք հանրապետական հանրապետական կառավարությանը Մադրիդին, որ պայքարի Ֆրանկոյի դեմ, փողը լավ բան ասենք, այդտենց հետաքրքիր բաներ։ Այս որպեսի ժամանակը չվերջանա մեր սաղ ասելիքները ասենք, այդ բանից համաձայնագրից հետո դե արդեն այդ Սուդետյան շրջանը միացավ Գերմանիային, նացիստական Գերմանիային, ու բայց մնաց Չեխոսլովակիան դեռ կար։ Հա, սուդետները անցան, դրանից հետո լեհերն էլ, ու ինչ էր կատարվում, Ֆրանսիան ասում էր ես կօգնեմ, բայց մենակ խոստանում էր, Անգլիան էլ ձեն չէր հանում, Սովետ միությունը հայտնվավ, չեխերին ասում էր կռվեք, ես ձեզ կօգնեմ։ Կգամ Լեհաստանով կամ Ռումինիայով։ Կգամ, Լեհաստանը միանգամից, քանի որ ինքն էլ էր ուզում Չեխոսլովակիայի շրջան ուներ, որ լեհեր էին ապրում, ուզում էր վերցնել իրան։ Վերին Սիլեզիայում Տիշինսկի բանը այդ Տեշինյան մարզն ա եղել, ինչ արեցին, ասին չես կարա մեր տարածքով անցնես։ Հետո արդեն 38-ի վերջում պայմանավորվել էին սովետները Ռումինիայի հետ, բայց այդ ժամանակ Չեխոսլովակիայի նախագահ Բենեշը արդեն հրաժարվեց Ստալինի օգնությունից, որտեղ օֆիցիալ պետք է դիմեր, վախեցավ երևի իր մեծ եղբայր ֆրանսիացիներից կամ անգլիացիներից, կամ հենց բանից վախեցավ Հիտլերից։ Ու դրանից հետո ինչ տեղի ունեցավ, արդեն 38 թվականի նոյեմբերի 2-ին Սլովակիայի հարավային շրջանները Հունգարիան պոկեց, որտեվ դա էլ Իրանից էին պոկե, հետ վերցրեց իրեն։ Դե մի հատ հետաքրքիր նյուանս կա, իրանք խաղաղության պայմանագիր էին ուզում Հիտլերի հետ։ Ուզում էին ասում էին խաղաղության պայմանագիր։ Լեհաստանն էլ ուներ իմիջայլոց խաղաղության պայմանագիր, չհարցակվելու պայմանագիր, չհարցակվելու ավելի շուտ, հա։ Ուներ ու չէր օգնում Չեխոսլովակիային։ Դրանից հետո ինչ կատարվեց։ Լեհաստանը Չեխոսլովակիային չէր օգնում, որն այնքան մի հողակտոր էլ պոկեց։ Հա, իդեպ ավակ սերունդը, եթե հիշում ա, բանը սարերում խարույկներ են վառվում ֆիլմը Յանոշիկ ավազակի մասին։ Իրանք վերջում այդ ավազակները Յանոշիկը եւ Իլչիկը փախնում էին դեպի Տիշինսկի կռայ, դեպի Լեհաստան, ու այնտեղ իրանք դարանը մեջ ընկնելով կոտորվան։
Իսկ արդեն իմ սերունդն է։ Ես այդ կինոն չեմ տեսել, իհարկե, որտեվ լավ կինոներ չեմ նայում։ Քանի որ այդ Սուդետյան շրջանը վերցնելուց հետո ուտելը ախորժակը բացումա ուտելուց հետո ուտելուց է բացում։ Մենակ այդ չի։ Սուդետները վեկալեց, եկավ տեսավ, այս հսկայական փողոցախսեր շինություններ են արել ու տվել են իրան։ Հա, ճիշտ է, այնտեղ մոռացել են երկրորդ, երրորդ, չորրորդ գիծանը։ Մոռացել էին, որ այնտեղ երկրորդ գծում կարային գոնե փայտա հողային կառուցեին, գոնե այդպես մի բաներ չէր հերիքում, արդեն բետոնի վրա, դոտեր բետոնով անեն, երկաթ բետոնով, այլ կարային փայտա հողային էլ անեն, չէին արել։ Գերմանացին դա տեսնում էր, բայց ավելի խորամանկ քայլի դիմես, քանի որ ես խի եմ էդի պատմում, Չեխոսլովակիայում դե չեխեր ու սլովակներ հիմա ոնց որ պայմանագիրը հեսա շուտով կնքվելու է ու 300,000 ադրբեջանցու անունա տրվում, որ դիմել են մեր կառավարությանը հետ գան իրենց տները, ես չգիտեմ երբ 300,000 ադրբեջանցի ստեղ ապրը, երևի տենց մարտա 15-ը երեխա են ունեցել, դրանով են տեն շատացել։ Ու ինչ ասեմ, սկսեց Սլովակիայի ազգայնամոլությունը այնտեղ ոնց որ զարգացավ ու սկսեցին արդեն իրանք ինքնիշխանություն հայտարարեցին, անկախություն հայտարարեցին մարտի 14-ին, որը իհարկե միանգամից Հիտլերը ընդունեց Սլովակիայում, հա։ Ու արդեն Տիսոն բան Հիտլերի վրա սիրահարված մի հատ տիպ էր, ինքը Սլովակիայի նախագահն էր, Մադիարների Հունգարիայի ճնշման տակ բուռ նացիոնալիստ էր, ասենք ձևավորվել պայքարելով Հունգարիայի դեմ եւ ասենք Սլովակիայի անկախությունը հռչակեց, որը որ բնականա շատ արագ ընդունվեց եւ ինքը դառավ ամենակիփը Ադոլֆ Հիտլերի Տիսոն։ Միջև վերջ էլ պայքարեցին ամբողջ աշխարհի դեմ, որ ասենք հակա հիտլերյան կոալիցիայի մեջ էր մտնում։ Բանը Սլովակիայի բանը դավաճանական է դիտվում իհարկե, բայց գիտես ինձ ինչն է հետաքրքրում։ Վերջը այնտեղ ծնկի կանգնած համ պարտվեցին, համ օկուպացվեցին, բայց կարաս ասենք, ասես միգուցե իրանց նկատմամբ բարի էին չեխերի։ Այո։ Հա, իհարկե ոնց որ թուրքերն են մեզ վերաբերվում, տես կամ ալևիներին, կամ ալավիտներին, հա, կամ քրիստոնյաներին, Սիրիայի այդ տերորիստներն են վերաբերվում, այդպես չի եղել իհարկե։ Շատ հանգիստ արդեն մարտի 15-ին Գերմանիան մտնում է Չեխոսլովակիա ու 3 օր հետո արդեն ամբողջովին օկուպացնում է, դառնում է Բոհեմիայի եւ Մորավիայի պրոտեկտորատներ։ Նախագահին էլի թողում են նույն նախագահն, նույն չեխնա, հա, գահաներ կամ գախա։ Պրեզիդենտ պրոտեկտոր, կարծեմ sense հատուկ պաշտոն էին հորինել իր համար, միջև իր պաշտոնանկվելը, թե մեռնելը, չէ։ Հիմա մի հատ կարանք ուրիշ վերադառնանք մեր իրականություն ու պատկերացնենք պայմանագիրը ստորագրված է ու ասեմ այդ ժամանակ Չեխոսլովակիայում չեխերի ու հարաբեր չեխերը 48-49% էին բնակչության, սլովակները 21-22% էին մոտ։ Մնացածը արդեն գերմանացի, հունգարներ, գերմանացիներ, գերմանացիները նույնիսկ 38 թվականի սկզբին ավելի շատ էին, քան սլովակները, 23% էին։ Հա, մի խոսքով իրանք ավելի քիչ էին։ Չէ, մի քիչ շատ էին սլովակներից։ Եթե պատկերացնենք, այդ 300,000-ները եկան ու հա, մի պահ էլ կար, որ Սլովակիայում SS-ական հատուկ ծառայության Հայնրիխին էին ղրգել Չեխիայում, հա, ով հակագերմանական տրամադրություններ էր բարձրացնում ու ամենտեղ արդեն սկսել էին Գերմանիայի դեմ պատերազմից խոսել, որ գերմանացիները ինչ վատ են, դրանից օգտվելով եւ խաղաղության պայմանագիրը պահպանելուց ելնելով այդ բարեդրացիական, ասենք իր կամքը եւ այլն դրսևորելով Ադոլֆ Հիտլերը մտավ խաղաղությունը պահպանելու համար Չեխիա։ Հնարավոր սցենար է, չէ, որ 300,000 ադրբեջանցիները գան, մոտավոր շատ չասեմ 5 տարի կամ 10 տարի հետո այդ 300,000-ը մի քիչ է կշատանա, իսկ հաշվի առնելով, որ իրենց հա օգնելու է ադրբեջանական կառավարությունը կամ թուրքական կառավարությունը, մերձկասպյան թուրքերը կամ օսման թուրքերը, տեղի հայերը կարող են քչանալ, այսինքն տոկոսային հարաբերակցությունը կգա մոտավոր ոնց որ Չեխոսլովակիայում եղել։
Հիմա եթե հաշվենք 300,000 կան, դառնում է 10% են իրանք դառնում։ Ու կարան խոսքի օրինակ համեմատաբար մի քիչ խիտ լծվեն Սյունիքում օրինակ կամ Վայոց ձորում կապ չունի։ Կամ խիտ չլծվեն ու ցանկացած ասենք իրանց կենցաղային պատմությունը պրովոկացիան են կամ չանեն, բայց կարա կենցաղային ինչ-որ բան լինի եւ էդի առիթ հանդիսանա Իլհամ Ալիևը, որ գա ազատի իր եղբայրներին։ Չէ, գա խաղաղ պայմանագիրը ամուր պահելու, որ հանգարց ասենք ու հանգարց այտենց ջերմորեն ստեղծված այդ պայմանագիրը հանգարց չխալխալվի ավազակների ազգայնականների կողմից։ Բանը մենք անալոգիաները բերում ենք դրան, որ շատ նման է այդ իրավիճակը ու մեզնով կարող է փորձեն լավություն անեն փեսածոին, պայմանական Բաքվի հանրապետությանը, բայց Չեխիայում իդեպ բան կար, չէ, ստորաբաժանում կար, որը դիմադրեց միակը, սաղ Չեխիայում, որը պահեց պատիվը, մի վաշտ գնդացրային վաշտ է պայքարը իր հրամանատարը մոտավոր 40 րոպե է մարտավարել, իսկն ամբողջ Չեխիան պարտվել է կարելի ասել 40 րոպեում։ 40 րոպե, որը իդեպ այդ ու իրան հրաման են տվել իր կորպուսի հրամանատարը հրամայել է, որ հանձնվի, զենքերը հանձնել են, դրանից հետո ինքը պասլատար, ինքը կռվել է, վերջացել է փամփուշտները, դրանից հետո արդեն հանձնվել է, բայց հետո դարել էր հակաֆաշիստական, հականացիստական ուժերի առաջնորդներից մեկը եւ հայտնվել էր բանում ճաղերի հետևը, որտեղ գնդակահարել են, հա դիմադրելու համար։ Մենք հիմա սենց տենենց տպավորություն ենք ստեղծում, որ մենք քաղաքականության մեջ ենք մտնում, որովհետև ուժեր կան, որ խաղաղ պայմանագիր, դեպի Էնյան, դեպի Էսյան, այն փեսուն լավություն անողների այս գիրկը թռնենք կամ այս մյուսները ասում են հարցով, то есть Հայաստանով լավություն անող այս մյուս գիրկը ցածկենք, Ռուսաստան, Արևմուտք, չգիտեմ, Բուրկինա Ֆասո, էական չէ, էլի ասենք, ու էդի իրանք արտաքին իրանց ուղղվածությունը տարբեր թշեր 4 հատ թուշ պաչելը համարում են քաղաքականություն, լավ, ընդունենք, որ դա քաղաքականություն է, ես երևի անգրագետ եմ, բանը կարդացել եմ ոչ այն գրքերը եւ չգիտեմ ինչ բանա քաղաքականությունը, երևի դա է քաղաքականությունը, ու մեզ հիմա կարող է մեղադրեն, որ քաղաքական բանի մեջ ենք մտնում, որովհետև անալոգիա ենք անցկացնում ոչնչություն 38 թվականին եւ ոչնչություն Չեխիայի եւ այն երկրի հետ, որը մեր համար շատ հարազատ է։ Անալոգիան շատ տեղին է, ինչ ուզում եք մտածեք, բայց մի բան ասեմ։ Այդ պրեզիդենտի մեջքին, եթե մեջքի հետևը լիներ միասնական ժողովուրդ, միասնական քաղաքական առումով քաղաքական դաշտը լիներ միասնական, չլիներ իրար ոտից կծեին թշնամաբար քաղաքական տարբեր ուղիները եւ ազգ բանակ դառնային, այտենց բան չէր լինի։ Գուդերյանը եթե բանի այդ շինությունները, գմբեթները տեսնելով էր ասել կարար ուրիշ ձև լիներ, եթե պատերազմ էր չեխական բանակը։ Ես համոզված եմ նաև ազգ բանակի պարագայում այդ գմբեթները չունենալով էլ ուրիշ ձև կլիներ եւ ես հիմա ոչ թե կոչ եմ անում, այլ պահանջում եմ միացեք արտաքին վտանգները շատ ռեալ է, մնացեք բոլա իրար վրա հաչակ, բոլա ատելություն քարոզեք։ Հիմա կարող է ասենք վաղինակը իմ հետ համաձայն չի, ես մի քիչ կոպիտ եմ այդ բանը ասում, բայց ուրիշ ձև էլ ոնց ասեմ արա։ Բոլա իրար անասնաբար ատեք, то есть չհասկանալով խեք ատում։ Դուք իրար ազգական եք, դուք իրար բարեկամ եք, հայր։ Դուք սաղդ հայ եք, արունակից եք։ Մեկ սերունդ Էնյան հետը կարող է պարզովի, ասենք իրար հետ ընդհանուր բանա երեխա ունեք կամ պլիմյանիկ կամ չգիտեմ ինչ, այդ երեխեքի, այդ պլիմյանիկների ու պլիմյանիցաների, ձեր եգյանների եւ ենոքների խաթր մի հատ պրոստը նայեք, որ դուք տեղ չունեք իրար ատելու, ունեք տարաձայնություն, բնական է, ես ու Վաղոն էլ իրար այդ տարաձայնություն ունենք, Տուրգենև կարդացեք, այնտեղ տարաձայնությունները նկարագրվում է, բայց դա չի նշանակում, որ պետք է ատելություն ձեր մեջ սերմանեք,
միասնություն են պահանջում բոլոր քաղաքական ուժերից, պարլամենտում ներկայացված եւ չներկայացված արտաքին ուժերի հետ, որ դուք ինքնասպան չեք, թե դուք փախնելու մարշրուտները ձեր գծել եք, մենք էլ պետք է այդան կռվենք, մեռնենք, որովհետեւ դուք անասնաբար իրար ատում եք, կենթանական զգացմունքներ եք, մեկը մյուսի նկատմամբ, այսի իմ մյասիկը դորնա, ես այն մյուսին չեմ թողում լեշից կծի։ Մի քիչ շատ զգացմունքային խոսացի։ Բայց ինչ այլ ոնց ասեմ։ Այս հաղորդման հենց նպատակը է դա, որ մենք պատմական ակնարկներով բերենք այն դրան, որ պատմությունը կրկնվելու սովորություն ունի։ Սովորություն ունի, այո, այո։ Ու միշտ ավելի լավ է կռվել անկախության համար, քան նվերներ տալով։ Հետն էլ շատ կարևոր է։ Հիշել մի բան, մենք ուզում ենք մեր ժողովուրդը լինի խելացի։ Իսկ խելացին ընդհանրապես ուրիշի սխալների վրա է սովորում։ Չնայած մենք մեր սխալների վրա էլ կարանք սովորենք, մենք էլ ենք նույն սխալները թույլ տվել 100 տարի առաջ, բայց մենք բանը գոռոզ ենք, էլի մենք վրոձի անսխալ ենք, ուրիշների սխալներն ենք ուսումնասիրում։ Դե, հեսա ապրիլ ամիսը մեր ժողովրդի համար ցավոտ ամիս է։ Այո։ Ու հաջորդ միասնություն կլինի Սփյուռքում, կդադարեն տարբեր տեղերում ցեղասպանության հետ կապված, ասենք նույն բնակավայրերում միջոցառումներ անել, ուշքի եկեք հայեր, եւ հուսամ Հայաստանի Հանրապետությունում նույնը կանեն, ասենք քաղաքական տարբեր գոդրիչներ, օպոզիցիա, պոզիցիա, եսի ինչի ցիցիցիա, լատինական այդ բաներով, եւ ժողովրդի միասնության վրա կաշխատեն։ Միասնություն, ազգ բանակ, երկիրը ամրոց։ Ուրիշ տարբերակ Չեսկասլավենսկայի օրնեք ընկնելու ավելի ալևիների։ Երևի այսքանով վերջացնենք։ Ուղղակի հիշեցնենք մեր հայրենակիցներին, եթե ցանկանում եք այս հաղորդումները մշտական լինել, աջակցեք Դետքին Patreon-ում, հաջողություն։ Լավ եղեք։ Շատ դաժան մտար։ Դե կարանք մի քիչ հանենք։